Կգաղտնալսեն միգրանտների հեռախոս զանգերը, կարտաքսեն, եթե խուսափեն հարկերից։ Այս ու շատ այլ փոփոխությունները մարտի 1-ից արդեն կիրառվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Հարկային ծառայությունների նախ տեղեկանքի ձևը փոխվեց, որը այլևս թղթային տարբերակով չի, այն տրվելու է որպես էլեկտրոնային քաղվածք եւ հարկերի չվճարումը կամ նման բանի հայտնաբերումը եւս կարող է հիմք հանդիսանալ, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Դաշնությունը կարող է աշխատանքի համար իր երկիր եկած անձին արտաքսել, եթե իրենց աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը էականորեն տարբերվում է իրականից։ Այս կերպ հարկերից խուսափող գործատուն լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի միգրանտ աշխատակցին։ Պայմանագրում նշվում է մի աշխատավարձ, իսկ աշխատողը ստանում է մեկ այլ գումար։ Եվ երբ որ իր աշխատավարձի չափ կամ ավելին փորձում է ուղարկել օրինակ Հայաստան իր հարազատներին, այստեղ տվյալները միանգամից փոխանցվում են միգրացիոն ծառայություն, այսինքն ոստիկանություն հասանելիություն ունի դրան, եւ անձը պետք է հիմնավորի որտեղից են այդ գումարների ծագումը։ Ռուսաստան աշխատանքի նպատակով մեկնած մեր հայրենակիցներին Բեժանյանը հորդորում է աշխատանքային պայմանագիրն անպայման կնքել ու նշել աշխատավարձի ճիշտ չափը։ Հակառակ պարագայում ստիպված կլինի երկար բացատրություն տալ, թե որտեղից այդ գումարներն ու արդյոք դրանք կապ չունեն ահաբեկչական ծրագրերի հետ։ Մարտի 1-ից սկսած Դաշնային անվտանգության ծառայությունը կարող է դիմել կապի օպերատորներին եւ անջատել միգրանտի հասանելիությունը հեռախոսներին։ Սա էլ կախված է, թե ինչ է խոսում միգրանտը հեռախոսով։ Օրինակ Ուկրաինայի նկատմամբ համակրանք ունենալու մասին զրույցները կունենան վատ հետևանքներ։ 2025 թվականի սեպտեմբերից Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատելու նպատակով մեկնող օտարերկրացիների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միգրացիոն հաշվառման կանգնելու որպեսզի ունենա միգրացիոն հաշվառում պետք է ունենա ամինա ծրագիրը, որը բջջային հավելված է եւ աշխատում է ինտերնետով եւ պարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Մեկ այլ օրենքով, որը նորից մարտի 1-ից է ուժի մեջ մտել, Ռուսաստանի Դաշնության մարզերին տրվում է հնարավորություն որոշել, թե տվյալ մարզում աշխատելու նպատակով քանի միգրանտ կարող է ներգրավվել։ Եթե այս պահին ավելի շատ են ներգրաված օտարերկրացիները, ապա գործատուն պետք է աշխատանքից հեռացնի եւ լրացնի այդ թափուր տեղերը ՌԴ քաղաքացիների միջոցով։ Բեժանյանը նշեց, որ այս որոշումները վերաբերում են բոլոր օտարերկրացիներին, այսինքն դրանք հայերի դեմ ուղղված գործողություններ չեն։ Այս փոփոխությունները փաստացի կանխորոշում են միգրանտի հնարավորությունները, ընդգծում պետության վերահսկողության ուժը եւ ցույց տալիս, որ ռուսական միգրացիոն քաղաքականությունը տեղափոխվել է նոր տեխնոլոգիական մակարդակ, առավել խիստ եւ ավտոմատացված։ Պատճառն իհարկե ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին սեփական պետության անվտանգության ապահովումն է։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։